Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ես կրկին զրուցելու եմ իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ, ում հետ հարցազրույցները դուք շատ սիրում եք եւ սպասում եք եւ մեծ դիտումներ են ունենում, բայց մինչեւ մեր զրույցը սկսելը կխնդրեի, որ բաժանորդագրվեք ալիքին, անպայման հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություն։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Պարոն Պետրոսյան, այսօր ցավալի դեպք է տեղի ունեցել ողբերգական ոստիկանական ավտոբուսը գվարդիային պատկանող վթարի է ենթարկվել Նիսանի հետ եւ վարորդը մահացել է։ Այդ ավտոբուսը գնում էր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը ուղեկցելու նպատակով ըստ մամուլի տեղեկությունների եւ Նիկոլ Փաշինյանն էլ լայվ մտավ, անդրադարձավ այդ թեմային, ասում է, որ տխուր դեպք է տեղի ունեցել եւ պատճառը ըստ Փաշինյանի այն է, որ ինքը լավ ասֆալտ է արել եւ մարդիկ այդ լավ ասֆալտի համար արագություն են գերազանցում, դրա համար էլ վթարի են ենթարկվում։ Ինչ կասեք իր այս մտքերի հետ կապված։ Նրա մտքերը մեկնաբանելը շատ դժվար գործ է, բայց մի բան ակնհայտ է, որ նա քայլող փորձանք է։ Ես այսուհետ իրեն դիմելու եմ միստր Փորձանք մականունով, որովհետև հասկանում եք նախ ինչ գործ ունի գվարդիան քարոզարշավին մասնակցի։ Ոստիկանությունը դրա համար է։ Ոստիկանության զորքերի մասին մենք ունենք օրենք։ Այդ օրենքում այդպիսի բան կա, որ ոստիկանության զորքերը պետք է մասնակցեն քարոզարշավին։ Եվ ընդհանրապես նա թքած ունի բոլորի վրա, նրան մենակ մի բան է հետաքրքրում։ Ես ասել եմ եւ կրկնում եմ, հարգելի պարոն Սիմոնյան, վերարտադրվելը, թե ում կսպանեն, ում ոտնատակ կտան, իրեն բացարձակապես չի հետաքրքրում։ Նա մարդասեր էակ չէ։ Նա մարդակեր էակ է։ Միստր արդեն ասացի, ում մասին է խոսքը, Նիկոլ Փաշինի մասին։ Եվ հետո ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրել նաև այլ հարցի վրա։ Հələ այսօր շաբաթ օր է։ Կարող է գնալ քարոզարշավի։ Չնայած որ քարոզարշավի մեկնարկը ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի դեռ տրված չէ։ Դեռ քարոզարշավի ժամկետի մեջ չենք մենք, բայց բա աշխատանքային օրերին այդքան նախարար հետևից քցած, այդքան ախրանիկ, թիկնապահ հետևից դու ինչի համար ես աշխատավարձ ստանում։ Այդ տղա։ Հա՞, միստր Փորձանք։ Ինչի համար ես դու ստանում աշխատավարձ, երբ որ դու աշխատանքային օրը, աշխատանքային ժամերին թրև ես գալի Հայաստանի տարբեր մարզերում, ես իմ ինչ նշաններ ես բաժանում քաղաքացիներին սովորացրած, եւ աշխատավարձ ես ստանում։ Սա պետական բյուջեի մսխում է, որովհետեւ հարգելի պարոն Սիմոնյան, աշխատավարձը դա աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն կատարած աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունն է։ Նույնը պարգևատրումը, որ ստանում են, ինչի համար է ստանում։ Քարոզարշավին մասնակցելու համար դու աշխատավարձ ես ստանում։ Կրկնում եմ, այն դեպքում, երբ դեռ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկած չէ։ Դու ինչով ես զբաղված։ Բաքու գործով պետք է անի։ Սա է քայլող փորձանքի գործունեությունը։ Իրա միակ նպատակը նորից եմ կրկնում, հարգելի պարոն Սիմոնյան, վերարտադրվելն է, վերընտրվելն է։ Նա թքած ունի եւ օրինականության վրա, եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա, որ ամեն ինչի վրա թքած ունի։ Կարևորը ինքը վերարտադրվի։ Հետո տեսեք, քարոզարշավը որ նայում եմ, դե ես ուշադիր եմ լուրերի, հրապարակումների հանդեպ, տեսեք ինքը ոչ մի ծրագրային դրույթ չի ներկայացնում։ Դու ինչ ես քարոզում։ Հենց մենքան նշանը տա սրաններն, մի հատ կերտ ժպտա, թուքումուր ուտի, մտնի սրա նրա բնակարան, ուզենա փորձ կատարի մտնելու, խայտարական են հանեն, լարեն, հեսա քարոզարշավը, բա դու չես ամաչում։ Դու որ մտնում ես տուն, նայում ես, հայլում ես, չես ամաչում։ Միստր Փորձանք, ով է տեսը ուզենաս զորով մարդկանց կամքին հակառակ մտնես նրանց տուն, բայց չես վախենում, որ կարող է հանգարց բնակարանի անձեռմխելությունը խախտելու հոդվածով քո վրա քրեական վարույթ հարուցվի քո նկատմամբ, բողոք լինի։ Դու ինչ գործ ունես մարդկանց տները ուզենաս զորով մտնես։ Կամ ամոթ չունես դու տենում ես, որ ժողովուրդը քեզ չի ընդունում, չի հարգում։
Դու չունես նախքին քո հարգանքը, որ ուներ 2018 թվականին։ Ընդ որում ասեմ քեզ, ինչի ընտրեցին քեզ, որովհետև ժողովուրդը հիասթափված էր գործող իշխանությունից։ Ոչ թե որ դու փայլում էիր քո ինտելեկտով, քո, չգիտեմ, խարիզմայով, պարզապես ժողովուրդը չէր ընդունում իշխանությունների, դրա համար ստիպված քու տեղը մի հատ փողոցի շուն էլ կար, նրան ընտրելու էին։ Այնպես որ ինքնախապեյության հետ մի գրկախառնվի, մի տարվի ինքնախապեյության։ Եվ եթե մի քիչ նամուս ունես, վեշելը թավակի գնա կառավարությունից։ Դու այդտեղ անելիք չունես, քո կառավարությունը ոչ մի առաջընթաց չի արձանագրել այս քանի արդեն համարյա 8 տարիների ընթացքում, ոչ մի առաջընթաց, ոչ մի ոլորտում։ Դու ընդհանրապես իրավունք չունես մարդամեջ դուրս գալ։ Երեսը պնդացրած ելնում ես կեղծ ճպիտով, ցիլինդր դնելով եվրոպացի չեն դառնում։ Բա որ Պուտինի հետ հանդիպեցիր խի ցիլինդրով չէիր, որովհետև ցիլինդրը կատարքյալիդ։ Այդ դրա համար էլ չհանդիպեցիր։ Խնդրեմ, պարոն Սիմոնյան, եթե հարցեր կան, պատրաստ եմ պատասխանել։ Այո, պարոն Պետրոսյան, Պուտին ասեցիք, մի դրվագ էլ հիշեցի, ուրեմն Տաշիրում մի քաղաքացի է մոտենում, ասում է, ես անձնագրային ինչ-որ խնդիր եմ ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ ինձ ասել են, այդ ձեր երկրի ղեկավարը ինչի համար էր Պուտինի հետ այդպես խոսում, դրա համար ձեր հարցը չի լուծվելու, այսինքն մարդուն ըստ էության հարցը չեն լուծել, որովհետև Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ լավ չի խոսել։ Սա արդեն այդ հետևանքներն է, հա, որ քաղաքացիները իրենց վրա զգում են։ Պարոն Սիմոնյան, հələ շատ հետևանքներ են զգալու իրենց վրա։ Քանի դեռ այս երկիրը դե ֆակտո ղեկավարում է միստր, ինչ ասեցի, միստր Փորձանք, հա։ Դա իրան շատ անուններ եմ ես դրել, բայց ինքը իրոք փորձանք է։ Ինքը հենց տնից դուրս եկավ, զոհեր են լինում, ավտովթարներ են լինում, չգիտեմ ինչ են լինում։ Հետո գիտեք ինչն է ամոթալին, հարգելի պարոն Սիմոնյան։ Լավ ասենք վթար ա եղել։ Դու դրանից հետո նստում ես այդ ավտոբուսը ու ծիծաղելով, ժպտալով գնում ես քարոզարշավի։ Դու չես ամաչում, բայց մի հատ գնայի հիվանդանոց կամ չգիտեմ, մի հատ կամ ուրակ քրեական հետապնդումը իր թիկնազորի կողմից այն երիտասարդ տղային 18-ամյա, եթե չեմ սխալվում, Դավիթ Մինասյան, այո։ Այդ գործով կա, վարույթ կա այդ դեպքի հետ կապված։ Ով է այդ գործով կանչվել հարցաքննության։ Այսինքն մենք ապրում ենք այնպիսի երկրում, որի սահմանադրությունը ասում է, որ Հայաստանը իրավական պետություն է, բայց այդ իրավական կոչված պետությունում կարող է վարչապետ կոչեցյալի թիկնազորի անդամը մարդ սպանել եւ որևէ վարույթ չհարուցվել։ Ես օրինակ չեմ լսել, որ քրեական վարույթ հարուցված է։ Հələ մի բան է, Դավիթ Մինասյանը այդ երիտասարդ տղան որպես մեղադրյալ է ներգրավված դատավարության մեջ։ Հերիք չի, խփողը բացարձակ պատասխան չի տալի, մի հատ էլ տուժողը որպես մեղադրյալ է ներգրավվում։ Հասկանում եք ինչ խայտառակություն է։ Սա անարխիա է, իրավական անարխիա է։ Դրա համար ես նորից եմ ասում, Հայաստանը ոչ թե ժողովրդավարության, այլ անարխիայի բաստիոն է։ Բայց պարոն Պետրոսյան, իրենք ասում են, այ նախկինների ժամանակ այդ տղային կսպանեին, իսկ հիմա ընդամենը քրեական գործ են հարուցել եւ այդ դեպքը այդ որ իր թիկնազորի պետը բռունցքով հալվածում է այդ տղայի դեմքին, դա օրենքով նախատեսված ուժի կիրառում է։ Այդպիսի բան չկա, վարչապետի թիկնազորը նման իրավասություն չունի։ Հարվածել մարդկանց համարյա կյանքի ձեռքեր գլխուղերը լուրջ վնասվածք ունի այդ երիտասարդը։ Որտեղ միթե իրավիճակը այնպիսին էր, որ միայն այդ եղանակով կարելի էր չեզոքացնել ենթադրյալ վտանգը։ Կարելի էր, չի ասենք, հրելով, մեկուսացնելով, բայց ոչ մարդուն այնպիսի մարմնական վնասվածք պատճառելով երիտասարդ տղային, որ այսօր նրա կենացու մահու վիճակն է։ Անհայտ վերջաբանով։ Գիտեք, բան չունեմ ասելու, թիկնազորը նրա համար է, որ պաշտպանի վարչապետին, բայց ոչ այդ ձևով պաշտպանի։ Դա անհամաչափ միջամտություն է։ Այդ տղեն ինչ էր արել, որ անպայման պետք է նրան հասցնեիք այդ վիճակի։ Կարելի է շատ հանգիստ
թեկուզ եւ թևերը ոլորելով մեկուսացնել այդ վայրից, հեռացնել, բայց ոչ մահամեծ վիճակի հասցնել։ Ես պարզապես գիտեք ինչ, հարգելի պարոն Սիմոնյան, անդադ ինձ հարցնում եմ, էլի ասեմ, այս Նիկոլ Փաշինը, այդ միստր Փորձանքը ո՞նց է դժոխքում ապրելու։ Ո՞նց է այնտեղ ապրելու։ Նա որ պետք է գնա դժոխք, ստեղ երկրորդ կարծիք չկա։ Այդքան երեխու գլուխ կերած մարդը, այդքան տղայի իր անհեռատես քաղաքականության արդյունքում հաշմանդամ սարքած մարդը չի կարող դրախտ գնալ։ Եթե իհարկե կա դժոխք ու դրախտ, նա հաստատ հայտնվելու է դժոխքում։ Ու ինչ տառապալի վիճակներում է հայտնվելու։ Ես նորից եմ հորդորում միստր Փորձանքին, վեշերը հավաքի գնա, դու անելիք չունես Հայաստանի Հանրապետության կառավարությունում, դու ընդհանրապես ոչ միտեղ անելիք չունես, գնա էլի նորից քո նախկին գործով զբաղվի, կլյաուզա գրելով։ Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որտեղ անդրադառնում է Սամվել Կարապետյանին եւ ասում է, եթե ուժեղ տղա ես, սա արա, եթե ուժեղ տղա ես, նա արա, քարակոսը միրգա թե կենդանի է, այսպես ձեռ առնում էլի Սամվել Կարապետյանին։ Սա պաշտոնատար անձին վայել պահվածք է։ Գիտեք, նա ընդհանրապես պաշտոնատար անձին վայել պահվածք երբևէ չի դրսևորել։ Եթե վերլուծենք իր մտքերը, իր գաղափարները, ուղղակի խայտառակություն է դա։ Նա ընդհանրապես զբաղված չի իր կարգավիճակից բխող գործունեությամբ։ Հասկանում եք։ Նա պետական բյուջեից սամբում է ոչինչ չանելու դիմաց։ Ես մի քանի տարբեր առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Իշխանությունը որ փոխվեց, հաջորդ իշխանությունը այդ միստր Փորձանքի նկատմամբ պետք է հայց ներկայացնի դատախազության միջոցով։ Անհիմն հարստացումը բռնականցելու պահանջով, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը նախատեսում է այդ անհիմն հարստացման ինստիտուտը։ Երբ որ ոչ միայն ինքը, այլև այն հետևից քարշ եկող այդ թիկնազոր կոչվածը, քարշ եկող նախարարները իրենց պաշտոնական պարտականությունները թողած ընկել են քարոզարշավով են զբաղված աշխատանքային ժամերին։ Սրանցից բոլորից պետք է բռնականցել անհիմն հարստացումը։ Այսինքն ոչինչ չանելու դիմաց պետական բյուջեի հաշվին սնվելու այդ արդյունքում ձեռք բերած գումարները։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ես տեսեք հարգելի պարոն Սիմոնյան, ես անձամբ իրեն չեմ ճանաչում։ Անկեղծ եմ ասում, երբևէ տեսած չկամ։ Մենք իրար անձամբ չենք ճանաչում։ Բայց ես ողջունում եմ իր մուտքը քաղաքական դաշտ, բառը չեմ ուզում ասել, քաղաքական ասպարեզ, եւ կարծում եմ, որ ինքը հաջողություն կունենա։ Գիտեք, պարզապես ինքը պետք է իր շուրջը հավաքի այնպիսի մարդկանց, ովքեր պետականաշինության գործում ներդրում ունեն, ճանաչում ունեն։ Այդ մի առումով ես մի քիչ թերագնահատում եմ իր գործունեությունը, բայց այն որ Նիկոլ Փաշինը ասում է, քեզ բոմբ կսարքեմ, դու ով ես որ Կարեն Սերգեյ Կարապետյանին բոմբ սարքես։ Դու կարաս առանց թիկնազորի հելնես բանը, Սամվել ներողություն, Սամվել Կարապետյանի դեմ խոսած, հա? Առանց թիկնազորի բախտդ փորձի հենց Սամվել Կարապետյանի դեմ խոսա։ Լեզուդ կապ կան գնի։ Դու չես ամաչում այտենց արտահայտություններ ես անում։ Մի մարդու նկատմամբ, մի մարդու վերաբերյալ ավելի ճիշտ, ով որ չունենալով այդպիսի իրավական պարտականություն, բայց մեծ ներդրումներ է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում, Արցախի տնտեսության զարգացման գործում։ Դու ինչ ներդրում ես ունեցել։ Մի դրամի օգուտ դու ես երկրին տվել ես, այս ազգին տվել ես, որ այսօր բազմել ես այդ աթոռին, պաճպաճում ես աթոռի ոտերը, հələ մի բան էլ Սամվել Կարապետյանների մասին այդպիսի արտահայտություններով ես հանդես գալի։ Դու քանի գլխանի ես, որ Սամվել Կարապետյանի այդպիսի սպառնալի բոմբ եմ սարքելու։ Ու մոռացել ես որտեղ է իր ապրում մինչև կառավարական ամառանոցում հայտնվելը։ Հələ մի հատ հիշի քո երրորդ մասի քամբախնոցը։ Ամոթ այդտեղա մի քիչ հարգանք ունեցի մարդկանց նկատմամբ։ Ես ասում եմ հարգելի պարոն Սիմոնյան, ես Սամվել Կարապետյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ես ցավ եմ ապրում, որ երկրի վարչապետի աթոռին ծվարած անձը կարող է այդպիսի արգահատելի վերաբերմունք ունենալ երկրի նկատմամբ բազմաթիվ բարեգործություններ կատարած, հսկայական ներդրումներ կատարած մարդու նկատմամբ։ Ինչ այդքան վախեցած ես, գնա վաղ չափողի մոտ։
Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ժողովրդավարության ներողություն դասեր էր տալիս, ասում էր Հայաստանը ժողովրդավար երկիր է, այստեղ օրենքներն են գործում, կարծես Պուտինին ասում էր, Որ օրենքն է, կներեք, որ օրենքն է գործում, որ երկրի գործադիր իշխանության ղեկավար վարչապետ Կոչեցյանը կանգնում ասում է Հայաստանում այդպես դատավոր կա, որ իմ ասածը չանի, որ օրենքն է գործում, այդպես օրենք կա, որ վարչապետը հանձնարարում է արգելափակել դատարանների դռները։ Հիշում եք 2019 թվականին։ Որ օրենքն է գործում, տենց օրենք կա, որ վարչապետը թիվ 1 ամբիոնից ազգային ժողովի կանգնի սպառնա ընդդիմադիր падգամավորներին, ասի բոլորիդ կգցեմ ազգային անվտանգության պատվալները։ Էս է իրավական պետությունը։ Եվ հետո ինքը այնքան փոքր մարդ է Պուտինին հակադարձելու հարցում։ Հələ մենք չենք տեսել կուլիսային հանդիպումներն ու չենք իմանում կուլիսային խոսակցությունների բովանդակությունը։ Դրա համար ինքը գնում է դրսից այդ թույնը կուտակում է իր մեջ, կրիմինալոգիայում դա կոչվում է ֆրուստրացիա։ Երբ որ մարդը երկար ժամանակ, տևական ժամանակ ինքը ճնշվում է ուրիշների կողմից, ու Իրանից հզորների կողմից, ինքը գալիս է վրեժխնդիր առնում Իրանից թույլերի նկատմամբ։ Սա կոչվում է ֆրուստրացիա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ իր քրչախումբը ֆրուստրացիայի մեջ է։ Իրենք գնում դրսում խայտարակվում, բանը վիրավորանքի են արժանանում, ամոթանքի են արժանանում, պարսավանքի են արժանանում, գալիս են ընդ ծպտուն չեն հանում, որովհետև այդքան իրանց սիրած բառն է, էլի դուխ չունեն։ Գալիս են այստեղ սեփական ժողովրդից վրեժխնդիր է լինում։ Սա է իրողությունը, հարգելի պարոն Սիմոնյան։ Եվ վերջին հարցը, պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանին համատեղ անվանում է եռագլուխ հրեշ եւ ըստ էության վախենում է ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիայից։ Ինչ է կարծում, այս երեք քաղաքական ուժերը ի վերջո կհամագործակցեն միմյանց հետ եւ Նիկոլ Փաշինյանին կհեռացնեն իշխանությունից։ Գիտեք, հարգելի պարոն Սիմոնյան, ես չեմ կարող որևէ մեկի անունից հայտարարություններ անել, առավել ևս, երբ որ իրենց հետ ես որևէ զրույց այդ թեմայով չեմ ունեցել, բայց ես ասել եմ եւ կրկնում եմ, իրավագիտության մեջ գոյություն ունի գերակաշահ հասկացությունը։ Եվ այսօր գերակաշահը այս ապիկար երկոտանուց ազատվելն է, նրանք քրչախմբից ազատվելն է, որոնք պետությունը սրընթաց տանում են դեպի կործանման։ Ես խնդրում եմ ում անունները, որ դուք տվեցիք իրենց համախմբվել, որովհետև գերակաշահը պետքա լուծել։ Սա է, եւ ես հույս ունեմ, որ իրենց մեջ երիշխում է հայրենասիրության զգացումը, եւ այդ հայրենասիրության զգացումը պետք է ստիպի իրենց, եթե իրար մեջ ինչ որ հակասություններ էլ կան, ինչ որ բաներ էլ կան, մեծահոգի գտնվել, վեր կանգնել այդ հակասությունների գիտակցումից եւ գնալ դեպի գերակաշահի կենսագործումը։ Չգիտեմ, իմ մոտ հավատ կա, որ դա այդպես կլինի։ Մնացածը իրենց անելիքն է։ Ես ոչ մեկի անունից անձամբ հանդես գալու իրավասություն չունեմ, երբեք ինքնիրավչությամբ չեմ զբաղվել։ Ես պարզապես խնդրում եմ, նորից եմ ասում, խնդրում եմ, որ իրենք գտնվեն մեծահոգի եւ հետո եռագլուխը որն է, բա դու էլ միագլուխ փորձանք ես։ Այդ ինչ արտահայտվելու ձև է։ Հասկանում եք, այսա վկայում այն մասին, որ ինքը ցայտնոտի մեջ է, ինքը շատ լավ գիտակցում է իր մոտալուտ հեռանալը իշխանությունից, դրա համար այդ պայն մտքին ինչ բրդի ասում է, առանց իրեն հաշիվ տալու իր արտահայտությունների համար։ Ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Գագիկ Ծառուկյանի, որևէ մեկի դեմ նա չի կարող հելի խոսել։ Ախր ես լավ գիտեմ իր անցյալը, իրենց նախորդ շփումները։ Հիմա այսօր դուրդ աչա կտրում ախրանայի հետևից այդ գցած քաշ ես տալի, դրա համար այդպես դու խովացել ես։ Հələ կտենանք, վաղը որ դու ախրանա չունենաս, դու կարողանալու ես այդ նույն մարդկանց վերաբերալ այդպես անհարգալից արտահայտություններով հանդես գալ։ Ես խիստ կասկածում եմ։ Պարոն Պետրոսյան, եւ մի հարցի վերաբերյալ էլ մոռացա ձեր կարծիքը հարցնել։ Գիտեք, որ խումբ կա քաղաքասարակության, որոնք պարբերաբար գնում են Ադրբեջան, երեկ էլ նման հերթական այցն է եղել։ Այս այցերին ո՞նց եք վերաբերում, երբ որ Հայաստանից են ինչ-որ խմբեր գնում Ադրբեջան, այնտեղից են գալիս այստեղ։ Գիտեք ինչ, սա այդ խաղաղության կոնցեպտը հիմնավորելու փորձեր են
Հասկանում եք, Նիկոլ Փաշինը, միստր Փորձանքը, ինքը այսօր էլ խաղաքարտ է սարքել խաղաղությունը։ Դրա համար ցույց են տալիս, երևի հավանաբար այն Ալիևի հետ պայմանավորվում են, ասում են դեմոնստրացիա անենք, եւ բան ցուցադրենք, իբր թե իրականում խաղաղություն կա։ Բայց հարգելի պարոն Սիմոնյան, հազար անգամ ասել եմ, ելի եմ կրկնում, թող ժողովուրդը հասկանա, Նիկոլ Փաշինը նա խաղաղության սիմվոլ չէ, նա պատերազմի սիմվոլ է։ Միակ դե ֆակտո ղեկավարն է Հայաստանի, դե ֆակտո, դե յուրեն իբր թե նախագահն է։ Բայց միակ դե ֆակտո ղեկավարն է, ում օրոք ամենաշատ ընդհարումներն են եղել, պատերազմներն են եղել, սրանից ավելի լավ ապացույց։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, խնդրում եմ նկատի ունենաք։ Նիկոլ Փաշինը խաղաղություն բերող չէ։ Նա միայն խաղաղությունը խախտող, պատերազմ բերող պաշտոնյա է։ Դրա համար գալիք ընտրություններում որոշեք ձեր անելիքը։ Այսինքն ձեր անելիքը, չգիտեմ ում հետ կկապեք, բայց խնդրում եմ մի կապեք Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև նա ի վիճակի չէ, հասկանում եք, նա հեղինակություն չունի դրսում։ Եթե մի մարդ այնքան անինքնազգ լինի, որ իրեն հարբեցող ծաղրածու անվանող մարդու հետ գնա բանակցությունների, դե դուք պատկերացրեք այս մարդու արժե համակարգը, պատկերացրեք այդ մարդու բարոյականության աստիճանը, ինչքան ունի կամ չունի։ Ոնց կարելի է այդպիսի մարդու հետ հույս կապել։ Ոնց ինձ մեկ անվանի հարբեցող ծաղրածու ես գնամ նրա հետ բանակցեմ, բամոտ չի, նա չունի հեղինակություն, հարգելի պարոն Սիմոնյան։ Նա որտեղ գնում է ծաղրում են, առհամարում են, դրա համար նորից եմ ասում, այդ ֆրուստրացիայի կանոնով ինքը գալիս է վրեժխնդիր է լինում սեփական ժողովրդից։ Հետևենք պրոցեսներին, անչափ շնորհակալ եմ պարոն Պետրոսյան այս զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, լավ մնացեք։